Մի արևոտ օր Լոռու մարզի Քարինջ գյուղում էինք։ Գյուղացի կանասուներին կերակրել էին, բերքահավաքի գործ առանձնապես չունեին։ Գյուղամիջում հավաքվել ու խոսքներն իրարով էին տալիս։ Բա հիշում եք, ու պատմություն պատմության հետևից հիշում էին Քարինջեցի Ջանոյի ու գյուղում տնից տուն, սերնդից սերունդ անցնող իրողությունների մասին։ Մենք էլ վրա հասանք ու զրույցն ավելի թեժացավ։ Սա Լոռու մարզի Մոտկորի ենթաշրջանի գյուղերից է, գտնվում է Չաթին լեռան ստորոտում։ Թե ինչի են հիմնադրել այս գյուղը, ես չեմ հասկանում։ Ոչ մի լավ հատկանիշ չկա։ Լեռնային շրջան։ Քարքարոտ հողերը, առաջի կարգի հող դժվար է ստեղալ։ Գյուղի հիմնադիրները դեռ միջնադարում իմացել են այդ մասին։ Անվանակոչության հիմնական ավանդապատումը վկայում է, որ գյուղի հարստությունը միայն քարերն ու գեղեցիկ բնությունն են եղել։ Ներկայացուցիչ եկել, ստուգել են, որ քարից ետ ուրիշ ոչ մի բան չկա։ Այն այդ հենց էլ գյուղի անունը կպել է Քարինջ։ Երբ որ գնացել են գյուղը որպես գյուղ հաստատելու, վավերացնելու, որ գյուղը կա, ասում են, թե նրանց հարցրել են, ինչ անուն տանք ձեր գյուղին։ Մի պահ մոլորվել են, հետո ասել են, ինչ կա, էլի ձեր գյուղում ինչ շատ կա, այդ անունն էլ տանք։ Ասել են, Քարինջ։ Այդպես էլ անունը գյուղի մնացել է Քարինջ։ Երկրի մեծերը Մարզ գյուղի 7 ընտանիքի հետ պայման են կապել։ Նրանք եկել հաստատվել են Քարինջում ու բնակեցրել այն։ Մինչ օրս էլ Քարինջեցի Փաշիկ Ավագյանի արխիվում պահպանվում է ձեռագիր պայմանագիրն այդ մասին։ 1841 ամի եւ ամիսը մայիսի մութն մենք ներքո ստորագրյալ մարցու բնակիչ անձիկս հոժարության մերոնց ձեռագիր տվինք միմյանց, որովհետև Քարինջը խարաբա է, կամեցանք շելլիկ անելու։ Մարցն էլ սխլատա։ Գնացինք Քարինջը շելլիկ անելու։ Ղազանչյան Պետրոս, Եղինյան Սիմոն, Մելքումյան Ստեփան, Մխիթարյան Ավագ եւ Չլինգարյան Պողոս։ Որ մարդը, որ կրկին փուշմանի, կամենակրկին մարց գնա, իր ցելուտը կամ աշխատած տունը մնացած մարդկերանցը հալալ լինի։ Հետո արդեն զարմանահրաշ բնության գայթակղությունն ավելի է մեծացել։ Սանահին գյուղից են եկել, հետո այդ կրված վարդանաբանը վերացին։ Ստամբոլից են եկել։ Ավելի ուշ գյուղի բնական գեղեցկության մասին ստեղծագործություններ են ծնվել։ Սարյանը շատ հարմար տեղ է ընտրել, Թումանյանի դդում նստել եւ Քարինջի գեղեցիկ լեռները նկարել, որ ես գնացի Մոսկվա մտա պատկերասրահ, եկել Քարինջի նկարը մեծ դրած, վայ ասի, դրսից սրանց ես վառել, ներսից էլ մեզ, շատ էլ ծիծաղեցինք։ Բայց գյուղի գտածոները հավաստում են, թե այստեղ բնակություն եղել է շատ ավելի վաղ։ Գյուղի միջնակարգ դպրոցում խնամքով պահպանվում են նախահայրերի իրերը։ Հայտնաբերված գերեզմանները վկայում են, թե քարինջեցիների նախնիները Ղարաբաղից են։ Այս տարածքը ըստ իմ տվյալների եւ որպես պատմաբան կարծում եմ այդպես, որ անբնակ չի եղել, երևի դրանից առաջ էլ բնակեցված է եղել, որովհետեւ ունենք հանդամաս, որը կոչվում է գյուղատեղ։ Դա է ինձ տալիս այդ վստահությունը, որ այստեղ նաև բնակություն է եղել մինչև մեր նախնիների գալը։ Իսկ նրանք եկել են եւ արձանագրության մեջ գրված է. եկանք այստեղ շենլիկ արեցինք խրաբեն։ Դա նշանակում է, որ այստեղ եղել է բնակավայր, որը խարաբա է դարձել, ավերակ է դարձել, եւ ապա իրենք շենլիկ են արել, այսինքն վերականգնել են։
գեղեցիկ է բնությունը։ Անտառներ այնքան շատ չունի։ Մոտակա գյուղը բարձրորինակ շատ հարուստ է անտառներով, մերոնք այդ էլ չունեն։ Ցորեն էին ցանում առաջ, մեխանիզացիա կար, կարտոֆիլ հեկտարներով, կոլտնտեսչական սովխոզիորով, բայց հիմա ոչ վարում են, ոչ էլ ցանում։ Քարինջը մարզի ամենահողազուրկ գյուղերից մեկն է։ Մարդիկ այստեղ ցանքս չեն անում։ Տնամերձ հողամասերում մի քանի ակոս կարտոֆիլ ու լոբի են ցանում։ Պատմում են, որ դեռ 20-րդ դարաշրջին իշխանությունները Քարինջի հողերից կտրել հատկացրել են դսեղին։ Երբեմն նեղսրտում են դրանից, բայց համակերպվել են։ Գյուղը խորհրդային տարիներին համարվել է կաթնաանասնապահական տնտեսություն։ 200 ընտանիքից 180-ն իր հիմնական եկամուտն ակնկալում է անասնապահությունից, բայց երբեմն այդ ակնկալիքներն էլ չեն արդարանում։ Անասնապահությամբ զբաղվելու համար սակայն բավարար պայմաններ չկան, որովհետև հողատարածքները քարինջացիների բավականին քիչ են եւ անասունների ձմեռացում անցկացնելու համար մեծամասամբ քարինջացիները դրսից խոտ են ներմուծում քարինջ, որպեսզի կարողանան իրենց անասունների ձմեռացումը հաջող անցկացնեն կազմակերպեն։ Բայց դրա փոխարեն գյուղը հայտնի է քարարտադրությամբ։ Խորհրդային տարիներին գյուղին կից գործել է Կիրովականի Կիրներուտ կոմբինատի բազալտի քարհանքը։ Այսօր սեփականության հիմունքներով այստեղ աշխատում է քարի 3 արտադրություն, որոնք աշխատատեղով ապահովում են 40-ից 45 մարդու։ Գյուղը մարտագաղթ չկա, դեռ ավելին երկրաշարժից հետո այս երկրի անկախացումից հետո արդեն ահագին մարդիկ մյուս տեղափոխվել են։ Այսօրվա դրությամբ մենք ունենք ավելի քան չհաշվառված ավելի քան մինչև մի 150 բնակիչներ, որոնք հիմնականում տեղափոխվել են Վանաձորից եւ տարբեր տեղերից։ Քարինջ գյուղի բնակիչ Ջանիբեկ Եղինյանի աշխատասիրության մասին գյուղում դեռ երկար կպատմեն։ Մի քարինջ էր, մի ջանո։ Լույսը չլուսացած ջանոն անտառում էր, ու մինչ ուրիշները ալաշկոտ նախաճաշ էին անում, ձին ու էշը փալանում, ջանոն արդեն ձիում փայտ բարձած վերադառնում էր անտառից ու փարախից սեփական 100 ոչխարներ ներքշում անտառ, որտեղ ծանոթ ու հարազատ էին ամեն թուփ ու ծառ։ Խելոք, աշխատասեր, շատ լավ մարդալ է։ Գնացել է փետի, մամ խութալ է ասած հաննամասում, այդ հաննամասումը ծառը կտրելիս ընգել է ծառի ճղլանի արանքն ու վտը կոտրել։ Ինչ է կարծում ով էր մեղավոր։ Ինքը։ Եթե ծառը կտրել չէ, ընգլի չէր ճղլան։ Պետը որ դանգում։ Պետը ուրիշ ծառ կկտրել, պարտադիր է ճղլանի ծառը կտրի։ Աշխատող մարդ էր ինքը։ Աշխատող, պահ, դե մարդ չինել մեր եղամը։ Անտառում կտրված ծառի տակ ընկնելն ու ոտքը կոտրելը դարձավ այս ընտանիքի արդեն 1 տասնամյակ ձգվող անորոշ ու դժվարին կյանքի սկիզբը։ Սեփական իրա ոչխարը պահում էր։ Առավոտը խմեց, գնաց ոչխարի կուշտը։ Ինձ թվում էր, որ ոչխարի մոտ է։ Ճաշին խաբար եկա, որ ջանոն անտառումնել էլ ու ոտը կոտրած քեզ ասպասում։ Ջանոին չելավ Այնա խմած ծառին նիլա ուզի կտրեմ ճուղը չլատվեց ոտից տվեց։ Ու վեր եկաք, հա։ Վեր եկա այս ծառից կամած։ Հետո եկանից բերին։ այդպես էլ հիվանդացավ 4 ամիս կացավ ոտը խափան, հետո ոտը իբր կարգավորվեց, տվուց ներվերին։ 10 ամիս է, ներվերը 10 տարի լրացավ։ 3 ամիս պարկելուց հետո Ջանիբեկն սկսեց իրեն տարօրինակ պահել։ Հարևաններն ասացին. «Խելքը ետ է տվել» ու սկսեցին 7 պորտ ետ գնալ, ազգ ու տակ նստուգեցին, հիվանդներ փնտրեցին, խելք խելքի տվին, ուրիշ պատճառներ Երևան հանեցին։ Մոտը մի 3 տարեկան երեխա էլ։ Ասում եմ ես վախեցա որ կմտնի, կմնամ,
մենա գելերը կգան, ինա վախի նշաններ է դա։ Հիմա անտառ գնալուց էլի վախում եք։ Չէ, հա։ Բայց կգնաս ջանո, Ադե որ կրենամ։ որ կարենամ հայել։ Ֆոտո երկու անգամ կապեցին, չիմ խափելով։ Երկու անգամ կապվեց, էլ մտածեց, ասա 40 օր հիմա եմ կացել գիպսումիչի, մի 40 օր էլ կենամ, բայ իմ տունը իմ ապրանքով պահի։ Մտածմունքի մեջ ընկավ ու տվուց ուղեղ են։ Չէ, այս հաղթանդամ ու աշխատասեր մարդուն ծառն ինչ էր անելու։ Կամ չարաճք է կպել, կամ էլ գիր են արել։ Գիր էին ասում իշ թե բաներ արի, բայց դե օգնեց ոչ։ Ինչ արիք, այդ են կոնկրետ։ Այն այդ գրերի միջոց դեղեր, հոգեկան հիվանդանոց տարանք։ Դեղերի օգնությամբ ես ոդիկան գնացի։ Բայց մել ֆիզիկապես ոչ մի աշխատանք չի անում։ Հազվագյուտ խոսում է, չի էլ ուզում խոսա։ Ինձ հետ է խոսում։ Առանց ինձ մի րոպե չի մնում։ Սոր չմնաց, որ ես գնամ նպաստ ստանամ, պետքա ձերս բռնած գա։ Ինչ կացա, գնացիր ոչ։ Այդ ինձ է։ Հիվանդությանը հաջորդեցին սոցիալական դժվարությունները։ Կինը չկարողացավ պահել ոչխարի հոտը։ Ջրի գնով վաճառեց Ջանոյի տարիների ստեղծածն ու որոշեց բուժման տանել նրան։ 1993 թվականն էր, ոչ տրանսպորտ կար, ոչ էլ նորմալ գործող հոգեբուժական հիվանդանոց։ Այն լավ տարիներին անաշխատունակ ու ծույլ համագյուղացիներին փայտով ապահովողը Ջանոն էր։ Հիմա ուրիշ անելիք չունի, մեկ-մեկ բուժման է մեկնում, մեկ-մեկ էլ ականջ դնում բանիմաց մարդկանց։ Հետի խնդիրը հիմա ո՞նց է։ Առնում եմ, թոշակի տալիս եմ առնում։ Մինե առել եմ այն դիկտասած։ Մաքսիմ ինչ բանել մարմին։ Անգորձեին էլ Պետի չի գնամ։ գնում է։ Իշո, ծոփավրա։ Կարոտ էլ անտարին, իր աշխատատեղերին, ծմակին կարոտա, բայց չի կարամ գնամ։ Ձիել ունեք։ Չի կարամ գնամ։ Ջանոյի ընտանիքին այսօր միայն հոգսերն ու հիշողություններն են մնացել։ Երեխա չունեին։ Հարազատները խորհուրդ էին տալիս բաժանվել, բայց չէ, լեռնցու կերպարին անհարիր է, չբաժանվեց։ Այսօր էլ կինն է նրան անդավաճան։ Գյուղացի քաղաքների ժամանակ չեն մոռանում մի բաժակաճառ նվիրել Ջանոյի համբերությանը, անտառին ու անտառատերերին։